դեպքում։ Այո, այո։ Շնորհակալ եմ, խոսենք եւս մեկ ծրագրային հավելվածից, պարոն Վարդազարյան, 2025 թվականի հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների տրամադրման վարչարարություն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով եւ հարթակի հետ կապված հիմա հունիս ամսի 30-ն է, մենք դեռևս ունենք խնդիրներ եւ ես կուզենայի հասկանալ այս օբյեկտիվ դժգոհությունները, որոնք որ քաղաքացիներ ունեն հարթակի վերաբերյալ, ինչու մինչ այս պահը դեռ լուծումներ չեն ստացել, կխնդրեմ մի փոքր դուք խոսեք սրա մասին։ Շատ լավ, հարգելի պարոն քաղաքապետ, քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների Ուրբանի Գովեեմ հարթակը սույն թվականի հունվարի 1-ից դարձել է պարտադիր եւ միակը կառուցապատման թույլտվությունների տրամադրման վարչարարության իրականացման համար, սակայն նախապես Երևան համայնքում չի գործարկվել եւ խնդիրները իհայտ են եկել եւ գալիս վարչարություն իրականացնելիս եւ խիստ անհարմարություններ են առաջացնում ինչպես կառուցապատողների, նախագծողների, այնպես էլ պետական եւ համայնքային մարմինների ծառայություններում։ Շուրջ 6 ամիս վարչարարության իրականացմանը զուգահեռ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները իրենց մարդկային ռեսուրսները եւ ժամանակը ներգրավել են համակարգը վարչարարության արդի պահանջներին համապատասխանեցնելուն, բայց առայսօր առկա են էական անկատարություններ, որոնք խոչընդոտում են պատշաճ որակով եւ ժամկետներում լուծելու աշխատակազմի առջեւ դրված խնդիրները։ Վերջին ամիսների ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից գրեթե ամենօրյա ռեժիմով վեր են հանվել բազմաթիվ տեխնիկական եւ կառուցվածքային խնդիրներ, որոնց մի մասը տեղային լուծումներ ստացել են, սակայն որոշ հարցեր դեռ ոչ, եւ ընթացքում ի հայտ են գալիս նաեւ նորերը։ Մասնավորապես առայսօր 3-րդ եւ 4-րդ ռիսկանության աշճանի օբյեկտների իրականացման նպատակով շինարարության թույլտվության տրամադրման եւ նախագծային փաստաթղթերի համաձայնեցման դիմնային գործերին ներգրաված չէ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որը հանդիսանում է նախագծային փաստաթղթերի միջանկյալ համաձայնեցնող գերատեսչություն։ Վերջինիս կողմից նախագծային փաստաթղթերի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համապատասխանությանը հավաստող գրության մեջ նշվում է, որ այն վավեր է դրոշմակնիքի առկայության պարագայում։ Նման պայմաններում դիմողը ստիպված լուսապատճելում է ամբողջ նախագծային փաթեթը եւ քաղաքապետարան համաձայնեցման է ներկայացնում այն, ինչը էականորեն ավելացնում է էլեկտրոնային նյութի ծավալը եւ արդյունքում նախագծերի համեմատաբար փոքր մակնիշավորումները դառնում են անընթեռնելի։ Առկա են դեպքեր, երբ համայնքի ղեկավարի կողմից ստորագրված նախագիծը տեխնիկական պատճառներով ուղղակիորեն հնարավոր չի լինում ներբեռնել համակարգ։ Որոշ խոշոր քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար համաձայնեցված նախագծերի հիման վրա հնարավոր չի լինում իրականացնել պետական գրանցում, քանի որ որոշ գերատեսչություններում համաձայնեցված նախագծերը ուղղակիորեն չեն երևում։ Նախագծերի պարզ փորձաքննության էլեկտրոնային վավերացումները հաճախ առկա չեն կցված փաստաթղթերում։ Մատակարար կազմակերպությունների կողմից ելակետային տվյալների տրամադրման համար սահմանված ժամկետները անընդհատ խախտվում են։ Ժամկետի ավարտից հետո համապատասխան հարցման դիրքորոշումը դրական համարելու հարցը դեռևս բաց է մնում։ Առկա են համընդհանուր դժգոհություն համակարգի աշխատանքի նախագծողների եւ կառուցապատողների կողմից դիմումների եւ կից փաստաթղթերի ներբեռնման կամ առհասարակ ներբեռնման անհնարինության վերաբերյալ։ Ի հայտ են եկել խնդիրներ նաև տեղական տուրքերի եւ վճարների հաշվարկների գործընթացում եւ այլն։ Հարգելի պարոն քաղաքապետ, հարթակի տեխնիկական եւ կառուցվածքային խնդիրները էականորեն ազդում են վարչարարության պատշաճ որակի եւ ժամանակին իրականացման վրա, ինչը առաջացնում է խոչընդոտներ եւ անհարմարություններ կառուցապատման ոլորտի գրեթե բոլոր սուբյեկտների մոտ։ Ուստի վերհանված հարցերին ամենասեղմ ժամկետներում լուծում չգտնելու պարագայում առաջարկում ենք ձեր հանձնարարականը քաղաքաշինության կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկել տվյալ հարթակի մինչ անկատարությունների վերացումը դիտարկել թեկուզ եւ ժամանակավոր կասեցման հնարավորությունը։ Շնորհակալ եմ պարոն Վարդազարյան, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ խոսել այս process-ի մասին եւ այնպես բաց խոսենք, էլի ինչա տեղի ունեցել։ Մեր գործընկերները օրենքում փոփոխություն են կատարել, որտեղ որ ֆիքսվել է, որ այս տեսակ ծառայությունները պետք է իրականացվեն կոնկրետ էլեկտրոնային հարթակի միջոցով, այս տարվա հունվարի 1-ից սկսած։ Եվ դեռևս նախորդ տարի, երբ որ այս քննարկումները գնում էին մեզ մոտ եւ այս հարթակը մեզ ներկայացվում էր, մենք ասում ենք Ժորժ ջան,
Երևանի քաղաքապետարանը երևի թե այս ոլորտում հնարավոր բոլոր ամենաբարդ դեպքերը մեզ մոտ կան, այսինքն այս ընդհանուր բանով, տրամաբանությամբ եւ ինչ որ ընդհանուր տենց, չգիտեմ, ֆիքսված տեխնիկական առաջադրանքով կարող է չստացվի, որովհետեւ մենք ունենք բազմաթիվ եւ բազմաբույլ դեպքեր։ Եվ հիմա կրկնեմ, հունիս ամսվա վերջն է, այս հարթակը գործարկված է արդեն փաստորեն 6-րդ ամիսը եւ մենք օրենքով պարտադրված ենք այս հարթակով աշխատել, մինչ այս պահը մենք բազմաթիվ խնդիրներ ունենք։ Եվ առհասարակ էլեկտրոնային հարթակների ձևավորումը շատ կարևոր է, որ իրականացվի պրոցեսուալ տեսանկյունից որոշակի փուլայնությամբ, այսինքն չի կարող պատահի, որ մեկ օրվա ընթացքում, այսինքն ամբողջապես դու տարվա սկզբից անցնում ես մի հարթակի, որը նախկինում չես օգտագործել։ Այսինքն ինքը միշտ ինչ որ տեստավորման փուլեր ա լինում։ Այդ նույնը կլիներ, հարգելի գործընկերներ, որ մենք ես հարթակը այսօր հայտարարենք, որ ունենք, ու վերջ մեր բոլոր մեկ պատուհանները փակենք, ասենք, որ մենակ ես հարթակից պետք է օգտվենք։ Ես վստահեցնում եմ, որ տենց էլի երկար այս process-ներով կանցնենք։ Հիմա մեր գործընկերների հետ պետք է խոսալ, հասկանալ, ինչն է, ֆինանսն է, ծրագրավորողներն են, խնդիրը որտեղ է, որ 6 ամիս, ինչ որ կոնկրետ բաներ կա, անընդհատ մենք այս շրջապտույտի մեջ ենք։ Ինչ որ բաներ տենց լուծվում է, հետո էլի չի լուծվում, հետո էլի լուծվում է, հետո հիմա այս ով այս process-ների պատասխանատուն, հազարավոր քաղաքացիներ դժգոհ են մեզանից։ Մենք այդ օրենքը չենք փոխել, մենք այդ process-ը չենք կազմակերպել։ 6 ամիս անցել է, Ժողովուրդ ջան։ 6 ամիս անցել է։ Եվ այո, պարոն Վարդազարյան, եթե շարունակի համակարգը այս ձևով աշխատել, համակարգ աշխատացնելու անհնարինության բերումով մենք ստիպված պետք է լինենք հրաժարվել համակարգից։ Սա հայտնում եմ իլուր աշխարհի։ Եվ ցավով եմ հայտնում, որովհետև համակարգը շատ դրական կողմեր ունի։ Անցնենք հանձնարարականներին։ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությանը հանձնարարական 114 զեկուցել Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնման աշխատանքների ընթացքի մասին։ Հարգելի պարոն քաղաքապետ, տեղեկացնում եմ ձեզ, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները փաստացի ավարտված են, բայց կխնդրեմ այդ պատնեշները դեռ ժամանակավոր թողենք, պարոն քաղաքապետ, քանի դեռ քննարկվում է այդ երկրորդ փուլի աշխատանքները եւ նույնիսկ ճանապարհի լենացման աշխատանքները։ Շնորհակալ եմ, պարոն Ղուկասյան, ես ոնց հասկանում եմ, այսինքն ռիսկը ոչ միայն այդ փլուզված հատվածում է, այլ նաև հարակից հատվածներում այդ ռիսկը կա, եւ որպեսզի չունենանք հնարավոր փլուզում, նաև ամրացման աշխատանքներ պետք է արվեն հարակից հատվածներում։ Այո, պարոն, որոնք որ դեռ փլուզված չեն, բայց այդ վտանգը ունեն։ Եվ հետեւապես նաև պետք է խնդրեմ հասկանալ որոշակի ժամանակացույց այդ գործողությունների, որպեսզի նաև պլանավորենք, հասկանանք։ Ավարտված են առաջին փուլի աշխատանքները, այն հատվածը, որը փլուզված էր, վերականգնված է, ճիշտ եմ հասկանում։ Այո, պարոն։ Հիմա այս երկրորդ փուլի մասով պետք է հաջորդիվ խնդրեմ որոշակի ժամանակացույց տրամադրել։ Շատ լավ։